Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Վարչապետը հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ։ Գերմանական Արևելյան գործարար ասոցիացիայի գլխավոր տնօրեն Միքայել Հարմսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ և այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ծանոթանալու առկա հնարավորություններին և հեռանկարներին։ Իր խոսքում Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ, հավելելով, որ վերջին շրջանում արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների դրական դինամիկա։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումներին, տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում բացվող հեռանկարներին։ Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև գործարարներին հետաքրքրող տարբեր հարցերի։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է ԱՄՆ գյուղատնտեսության քարտուղարության գյուղատնտեսական հարցերով տարածաշրջանային կցորդ Ռիշան Չոթրիի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտի և Կանզասի համալսարանի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները ցորենի արժեշղթայի վերաբերյալ։ Քննարկվել են Հայաստանի ցորենի արտադրության և մատակարարման ներկա իրավիճակը, տեղական արտադրության ընդլայնման և ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունները։ Հետագա համագործակցությունը կնպաստի Հայաստանի ցորենի արժեշղթայի զարգացմանը, ապահովելով պարենային անվտանգության կայունությունը։ Հայաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ։ Այս մասին դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Դեկտեմբերի 6-ին Դոհայում կազմակերպված քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնեց, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի անմաքս տարանցումը որակել է որպես խաղաղության գործընթացին նվիրված ժեստ Թբիլիսիի կողմից։ Սիմոնյանը ընդգծեց. Երևանը պետք է նաև Բաքվին հնարավորություն տա, որպեսզի իր շահն ունենա ապրանքները հայկական տարածքով Նախիջևան և Թուրքիա արտահանելու հարցում։